Տիեզերքը պարզապես վտանգավոր չէ։ Այն կարող է մի ակնթարթում ջնջել կյանքը երկրի վրայից։ Արեգակնային համակարգից այն կողմ, մեր արեգակի լույսի սահմաններից շատ ավելի հեռու, գոյություն ունեն ուժեր այնքան ծայրահեղ, որ ունակ են ոչ միայն սպանել, այլև հիմնահատակ քայքայել նյութը։ Պատկերացրու սև խոռոչների վերածվող աստղեր, այնպիսի խտությամբ մարմիններ, որ խեղաթյուրում են ժամանակն ու տարածությունը, և որտեղից անգամ լույսը փախուստի ելք չունի։ Պատկերացրու գամմա ճառագայթային պոռթկումների հզորությունը, պայթյուններ, որոնք վայրկյանների ընթացքում արձակում են շատ ավելի էներգիա, քան մեր արևը, իր ամբողջ 10 միլիարդ տարվա կյանքի ընթացքում։ Դրանք տիեզերական դիպուկահարներ են, ունակ մոլորակի մթնոլորտը ամբողջությամբ վերացնելու և այն վերածելու քարակույտի։ Եվ կան նաև անտեսանելի ուժեր, մագնիսական դաշտեր, որոնք այնքան հզոր են, որ կարող են ազդել նյութի կառուցվածքի վրա հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից։ Այսօր մենք թողնելու ենք մեր ապահով տունը, բացահայտելու տիեզերքի ամենասարսափելի երևույթները։ Երբ սկայական աստղերը մեռնում են, դրանք միշտ չէ, որ հեռանում են լռությամբ։ Որոշները փլուզվում են, վերածվելով սարսափելի գերխիտ մի մարմնի՝ նեյտրոնային աստղի։ Պատկերացրու արեգակի ամբողջ զանգվածը, որը երկրից 330,000 անգամ ծանր է, սեղմվում է այնքան, մինչև տեղավորվի ընդամենը մեկ քաղաքի չափ տարածության մեջ, մոտ 20 կիլոմետր տրամագծով։ Արդյունքում առաջանում է տիեզերքում հայտնի ամենախիտ մարմիններից մեկը։ Նրա ընդամենը մեկ թեյի քթալը կկշռեր միլիարդավոր տոննաներ։ Դա նույնն է, ինչ մի ողջ լեռ սեղմված լինի այնքան, որ տեղավորվի մարդու ափի մեջ։ Բայց սարսափելին միայն նրա խտությունը չէ, այլ ձգողականությունը։ Եթե մարդը կարողանա մոտենալ նեյտրոնային աստղին, ռենտգեն և գամմա ճառագայթների հոսքը կսպանի նրան դեռ մակերևույթին չհասած։ Իսկ ձգողականությունը վայրկյանների ընթացքում կճզմի ցանկացած մարմին, գերազանցելով մարդու կամ տիեզերանավի դիմացկունության բոլոր հնարավոր սահմանները։ Բայց կա ավելի ահարկու ուժ՝ մագնետարը։ Դա նեյտրոնային աստղ է, երկրի մագնիսական դաշտից կվադրիլիոն անգամ ավելի ուժեղ։ Սա տիեզերքի ամենահզոր մագնիսական դաշտն է։ Եթե մագնետարը գտնվեր Երկիր լուսին հեռավորության մի փոքր հատվածի վրա, դրա գերհզոր դաշտը կջնջեր տվյալները երկրի վրա գոյություն ունեցող բոլոր բանկային քարտերից, կոշտ սկավառակներից և ցանկացած էլեկտրոնային սարքից։ Մարդու համար հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Ծայրահեղ ճառագայթումը և մակընթացային ուժերը ակնթարթորեն կքայքայեն նրա կենսաբանական հյուսվածքները։ Նեյտրոնային աստղը պարզապես չի սպանում, այն սեղմում է նյութը, վերացնելով դրա գոյության սովորական ձևը, իսկ մագնետարը խեղաթյուրում է բուն իրականությունը։ Եթե նեյտրոնային աստղերը սարսափեցնող են, ապա սև խոռոչները ներկայացնում են մղձավանջի բոլորովին այլ տեսակ։ Դրանք տիեզերքի սպիներն են։ Տիրույթներ, որտեղ իրականության բուն հյուսվածքը փլուզվել է այն աստիճան, որ մարդկային բանականությունը դեռևս չի կարողանում ընկալել։ Այստեղ ձգողականությունը բացարձակ է, այնքան ուժեղ, որ նույնիսկ լույսը, տիեզերքի գրանցած առավելագույն արագությունը, չի կարող դուրս գալ նրա ճիրաններից։ Այժմ պատկերացրու, որ դու անզգուշաբար մոտեցել ես նրան։ Սկզբում ամեն ինչ բնական է թվում, բայց հետո դու հատում ես անտեսանելի մի սահման՝ իրադարձությունների հորիզոնը։ Չկան տագնապի ազդանշաններ, չկան առկայծող լույսեր, և հանկարծ ելքն անհետանում է։ Որ կողմ շրջվես, բոլոր ճանապարհները տանում են միայն դեպի անդունդի խորքը։ Դու գահավիժում ես, առանց հետդարձի հնարավորության։ Այստեղ սկսվում է ամենաանսովոր երևույթներից մեկը։ Ժամանակն ինքը սկսում է ձևափոխվել։ Անվտանգ հեռավորությունից հետևողի համար դու կարծես դանդաղում ես եզրին մոտենալիս, ապա քարանում մի տեղում, ինչպես լուսանկարում։ Քո արձակած լույսը ձգվում է, կարմրում և աստիճանաբար մարում լիակատար խավարի մեջ։ Դիտորդի համար դու երբեք չես հատում սահմանագիծը։ Դու պարզապես անհետանում ես։ Իսկ քո տեսանկյունից ամեն ինչ այլ է։ Քո հետևում գտնվող տիեզերքը սկսում է արագ զարգանալ։ Քանի որ քեզ համար ժամանակը դանդաղում է, դու դիտում ես ապագան անհավանական արագությամբ։ Աստղերը մարում են,
Գալակտիկաները բախվում են։ Դու դառնում ես ժամանակի ավարտի ականատեսը եւ շարունակում ես անկումը, իսկ ձգողականությունը ավարտին է հասցնում իր ազդեցությունը։ Այն ձգում է մարմինը ատոմ առ ատոմ։ Գիտնականները սա անվանում են սպագետիֆիկացում, ապա մակընթացային ուժերը վերածում են այն ծայրահեղ խտության մի կետի, որից հետո մեզ ծանոթ ֆիզիկայի օրենքները դադարում են այլևս գործել։ Դու անհետանում ես հավիտենական խավարի մեջ, կտրված այն տիեզերքից, որը երբևէ ճանաչել ես։ Տիեզերքի բոլոր վտանգները չէ, որ տեսանելի են։ Ոմանք հայտնվում են առանց նախազգուշացման։ Գամմա ճառագայթային պոռթկումները կամ GRB-ները մեծ պայթյունից ի վեր գրանցված ամենահզոր պայթյունային երևույթներն են։ Ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում այդտեղ ճառագայթներից մեկը կարող է արձակել այնքան էներգիա, որքան մեր արեգակը իր ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք գիտենք, որ դրանք իրական են, որովհետև տեսել ենք։ 2022 թվականի հոկտեմբերին աստղագետները գրանցեցին GRB 2210-09A պոռթկումը, որը ստացավ ամենապայծառը բոլոր ժամանակներում անվանումը։ Այն այնքան հզոր էր, որ կուրացրեց արբանյակների սենսորները և նույնիսկ իոնացրեց երկրի մթնոլորտի վերին շերտերը մոտ 2 միլիարդ լուսատարի հեռավորությունից։ Սա չափազանց հազվադեպ 10,000 տարին մեկ տեղի ունեցող երևույթ է և հիշեցնում է այն մասին, որ տիեզերքում ծայրահեղ երևույթները կարող են առաջանալ ակնթարթորեն։ Հիմա պատկերացրու, որ այդ բռնկումը գար ոչ թե տիեզերքի հեռավոր անկյունից, այլ ուղղված լիներ ուղիղ մեզ վրա, մեր իսկ գալակտիկայի սահմաններից։ Չի լինի փայլատակում, չի լսվի ոչ մի ձայն, միայն լույսի արագությամբ սլացող անտեսանելի գիշատիչ ուժ։ Երբ մենք դա նկատենք, արդեն չափազանց ուշ կլինի։ Հարվածի պահին բարձր էներգիայի գամմա ճառագայթումը փոխազդում է մեր մթնոլորտի հետ, որը սկսում է վերափոխվել։ Երկինքը դանդաղ մթնում է, պաշտպանիչ օզոնային շերտը քայքայվում է, վերացնելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ մեր մոլորակի պաշտպանիչ վահանը։ Կյանքը չունի արձագանքելու ժամանակ։ Ճառագայթումը ողողում է մակերևույթը, թափանցելով շենքերի, հողի և ջրի մեջ։ Այն վնասում է կենսաբանական մոլեկուլները, այդ թվում ԴՆԹ-ն, խաթարելով կյանքի կառուցվածքային հիմքերը։ Ամեն ինչ պարզապես ավարտվում է։ Գամմա բռնկումը չի հետապնդում։ Դրա կարիքը չկա։ Եթե հայտնվել ես նրա ճանապարհին, դու այլևս գոյություն չունես։ Նայիր գիշերային երկնքին։ Յուրաքանչյուր աստղ, որ տեսնում ես, ապրում է սահմանափակ ժամանակով։ Մեծամասնությունը մի օր լռությամբ կմարի խավարի մեջ։ Սակայն որոշ զանգվածային աստղեր ավարտում են իրենց գոյությունը հզոր պայթյունով։ Նրանք մարում են ճառագայթման վերջին կուրացնող բռնկմամբ, մի պայթյունով, որը հայտնի է որպես գերնոր աստղ կամ սուպերնովա։ Շատ կարճ ժամանակում մեկ մեռնող աստղը կարող է իր պայծառությամբ ստվերել 100 միլիարդավոր աստղերից բաղկացած մի ողջ գալակտիկա։ Մենք արդեն տեսել ենք դա։ 1987 թվականի փետրվարին աստղագետները գրանցեցին SN1987-ան, ամենահայտնի գերնոր աստղը ժամանակակից պատմության մեջ։ Գտնվելով հարևան գալակտիկայում, այն դարձավ առաջին դեպքը շուրջ 400 տարվա ընթացքում, որ սուպերնովան տեսանելի է Երկրից անզեն աչքով։ Այն հնարավորություն տվեց ուղղակիորեն ուսումնասիրելու տիեզերքի ամենաուժեղ երևույթներից մեկը, ցույց տալով, թե ինչպես կարող է աստղի մահվան ճիչը արձագանքել անծայրածիր դատարկության մեջ։ Հիմա պատկերացրու, որ դու գտնվում ես այդպիսի պայթյունին մոտ մի մոլորակի վրա։ Նրա միայն լույսն արդեն բավարար կլինի տեսողությունը կորցնելու համար։ Այնուհետև կհասնի հարվածող ալիքը, շարժվելով վայրկյանում հազարավոր կիլոմետրեր արագությամբ և ոչնչացնելով իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ Պայթյունի գոտում հայտնված մոլորակները կկորցնեն իրենց մթնոլորտը, իսկ մակերեսները կայրվեն էներգիայի և ճառագայթման հարվածից։ Բայց հենց այստեղ է թաքնված տիեզերական հակասությունը։ Գերնոր աստղը միայն ոչնչացում չէ, այն նաև ստեղծում է։ Երկաթը քո արյան մեջ, կալցիումը քո ոսկորներում, հենց այն ատոմները, որոնցից կազմված է քո ԴՆԹ-ն, բոլորը ձևավորվել են զանգվածային աստղերի ներսում և տարածվել տիեզերքում այդպիսի պայթյունների արդյունքում։ Առանց աստղերի մահվան կյանք երբեք չէր առաջանա։ Մենք հնագույն աստղային մահերի արգասիքն ենք, տիեզերական պայթյունների հետևանքը։ Գերնոր աստղի դեպքում մեկ աշխարհի ավարտը դառնում է մյուսի սկզբի։
Միակ պայմանը։ Տիեզերքը պարզապես անհուն չէ, այն ծայրահեղ է, շատ ավելի, քան մեր բանականությունն իզորու է ընկալել։ Սեղմող ձգողականություն, անվերջանալի խավար, հզոր ուժեր, որոնք կարող են մի ակնթարթում վերացնել հսկայական մոլորակներ։ Եվ այնուամենայնիվ, այս ամբողջ քաոսի մեջ կա մի փոքր ու համառ կետ, որտեղ գոյություն ունի կյանքը։ Երկիրը, միակ վայրը, որտեղ այս պատմությունը չի ավարտվում լռությամբ։ Եվ հիշիր, տիեզերքը ստեղծված չէ մեզ համար, բայց մենք միևնույնն է, այստեղ ենք։ Մենք կարողացել ենք գոյատևել։ Կցանկանայի լսել քո կարծիքը, տիեզերական այս երևույթներից որն էր ամենասարսափելին քեզ համար։ Սև խոռոչի անտեսանելի ճնշումը, թե գամմա ճառագայթային պորտման մահաբեր վտանգը։ Գրիր մեկնաբանություններում։ Բաժանորդագրվիր նոր տեսանյութերը բաց չթողնելու համար և շարունակիր նայել վերև։